Ողջույն սիրելի բարեկամներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր պարոն Լևոն Շինյանի հետ։ Ողջունում եմ պարոն Շինյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Պարոն Շինյան, ազգային ժողովը արդեն ձևավորեց մշտական հանձնաժողովները եւ ըստ ուրեմն խմբակցությունների բաշխվեցին այդ հանձնաժողովների ղեկավարները։ Ձեր դիտարկումները ինչպիսին են, որովհետեւ այդ բաշխումը եւս հարցեր բարձրացրեց հանրության շրջանակներում։ Ասեմ հետեւյալը, այստեղ աշխատում է կոմպրոմիսը։ Եվ յուրաքանչյուր քաղաքականությամբ զբաղվող, հատկապես մակերեսի, գիտի, որ կոմպրոմիսները քաղաքականության մեջ անխուսափելի են, բայց այդ կոմպրոմիսները սկզբունքային հարցերում պիտի լինեն, ոչ թե ամեն մի հարցում, բայց վերցնենք, որ օքեյ այստեղ, այսինքն սկզբունքը կա կոմպրոմիս, միազգենք, մի ժողովուրդ ենք եւ այլն, մանավանդ որ միազգ մի ժողովուրդը Սուլթան Համիդի ժամանակներից, ավելի շուտ ասեմ, Խաչատուր Աբովյանի վերք Հայաստանի չփոթելի դժվարանում է ջոկեր կներեք բառի համար, ինչ է անում, հետո աղետալի արդյունքներ է ունենում, բայց իմ ասած այդ աղետների մասին չի որ պիտի լինի, կոմպրոմիս է տեղի ունեցել եւ մնացածը սահմանադրական է, եթե ռուսական բրոքսին եւ երկու խմբակցություններն ասել եմ, մենք չունենք ընդդիմություն, հաջողորդ, ասեմ ձեզ, դու մի զայրացի, այսօր զայրիցի ալիքը, դու ընդդիմություն չես ընտրել, դու ընտրել ես ռևանշիզմ եւ ընտրել ես ԿՊ, ԿՊ-ն կառավարողն է, հեղափոխություն արել, հետնես եղել, ինչպես նաեւ մենք ենք օգնել, էլի, մնացածը ռևանշիստներ են, դա ռուսական սեգմենտ է, հիմա ընդդիմություն, որ որոնում ես, ընդդիմություն ընտրել ես, թե աշխարհով մեկ եմ ասում, պատասխանեք, իսկ պետք է պատասխան տաք, որովհետև այդ բոլոր ես ձեզ ասել եմ։ Համառորեն ընդդիմություն բառը օգտագործում եք, ռևանշիզմը չէ, հատկապես լրատվամիջոցները, չգիտեմ ինչի, բայց այդպես է։ Իհարկե դա կարող եմ բացատրել, բայց հիմա կոմպրոմիս աշխատեց, բայց կոմպրոմիս աշխատել է ընտրությունների ընթացքում, երբ որ ուրեմն քաղաքացիական պայմանագիրը վարչապետի գլխավորությամբ ստացել այս կան տոկոս եւ երկու ռուսական բրոքսիները ստացել են այսքան։ Բայց ես ձեզ ասում էի, որ Հայաստանը չունի պարլամենտարիզմ, ունի պարլամենտ, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանի հանճարեղ ձեռամբ ձևավորվել է անկախ կուսակցությունների քանակից երկու բևեռ, մեկը իշխանականն է, մեկը այն ժամանակ նաև իշխանությունն է նշանակում եւ այսպես մնացած իշխանն լինում կարևոր չի, այսինքն երկու փաստորեն խմբերի մեջ է եղել, այսպես շարունակվում է, հեղափոխությունը կարծես փորձեց խախտել այդ սխեման, բայց չկարողացավ, որովհետեւ ընտրությունների այդ ընթացքում առաջանում է հիստերիայի մի վիճակ, ժողովուրդը սարսափի մեջ է գնում այն բանաձևով, որ հրեշ է գալիս է կամ ուրեմն վերադարձ է տեղի ունենում եւ բևեռանում է։ Այս բևեռացումը թույլ չի տալիս պարլամենտարիզմի առաջացում եւ այդ իմաստով այնտեղ կոմպրոմիս առաջացել, որն է հայաստանյան իշխանություն եւ ռուսական իշխանություն։ Ես ասել եմ, կրկնեմ, այդ ուժեղ Հայաստան եւ այլն դեն Հայաստանը մնացած երկրորդական դարձավ, սա պետտուման է, ռուսական պետտուման Հայաստանի ազգային ժողովում է, ինչի մասնեք, ինչ եք, իբր թե չգիտեք, իբր թե չեք ուզում իմանաք, իբր թե չեք հասկանում, կամ չեն ինչ-որ մեկը չի հասկանում, որ Մոսկվայից ուղարկված օլիգարխը, որը հանձնարարություն է կատարում, ուրեմն կարող է Հայաստանին նպաստ առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու հարց լուծել, մանավանդ որ Ռուսաստանի եւ Հայաստանի շահերը անհամատեղելի են, գոնե անհամատեղել են Արցախի ամայացումից հետո, որը ռուսական նախագծով եղել։ Այդ Շարլ Ալիևի մերա մի կծեք Էրդողանի մեջ մի բերեք Պակիստան, չգիտեմ, Ինդոնեզիա, այդ բոլոր բլեֆ է։ Դա ռուսական նախագիծ է եւ իրականացել է Լավրով Բելանով։ Հիմա ինչ եմ ասում սա, հեսա տեղի ունեցել, իսկ մնացածը սահմանադրական է, քայլը կատարվել է, կոմպրոմիսը ընտրություններում առաջացել է
մի ահավոր բաց թողումը, որի մասին ես ասել եմ, որ ազգային ժողով երկու ընտրություններում էլ դեմոկրատական կամ ժողովրդավարական ուժեր չեն անցնում։ Այսինքն նրանք, ովքեր հեղափոխության աջակից ուժ են եղել, ճիշտ է, իրենք չեն արել, բայց առանց իրենց է շատ դժվար է եղել, դժվար է ասել, կլներ թե չէ։ Հիմա այս հատվածը չի եղել, պիտի զարմանայիք, այս անգամ այդ ոնց եղավ։ 3 կուսակցություն 3%-ի ձայն էլ չստացանի, այդ ինչ մեխանիզմ է, ինչ է, գոնե 4-5-ը չկա։ Իմաստուն տգետների մի խումբ կա, սկսում են սոցիոլոգիան բան, տգիտության բանն է, սոցիոլոգիան երբ որ կառավարվում է Հայաստանում, իսկ կրթությունն էլ մակերեսի վրա է, այդ բոլորը բանը դառնում էլի, ոնց ասեմ, փաստարկների հիմքից զուրկ է լինում, եւ այսպես իմ Լավ, մնացած համանadrական արտառոցը ինչն է, եղած վիճակի մեջ, որ եվրոինտեգրումը պիտի ղեկավարի մոսկովյան օլիգարխիան, գիրի են կողմ պիտի ղեկավարի, այդ հանձնաժողով միանշանը կասկած չունենակ։ Իսկ մարդու իրավունքները պիտի պաշտպանի Քոչարյան Ռոբերտ Իրախմբու։ Այստեղ է պարադոքսը, եթե դրանք հաստատվել են, եղել, վերջացել է, մնացած ամեն ինչ նորմալ է, այսինքն դրանից հետո դա չլինի։ Այսինքն դուք կարծում եք, եթե եվրոինտեգրումը հանձնաժողովը Բա դրանք ծնվել են ինչքան եմ, այս խմբերը այդտեղ խոչընդոտներ են լինելու 100%, բան չի համար են վերցրել, թե չէ եվրոինտեգրումը ուր ուրեմն այդ Սամվելը ուր ինչ եվրոինտեգրում։ Բայց այստեղ էլ մի հարց կա, որի մասին ես դուք կհիշեք, որ երբ որ Քարյակը եղավ եվրոպական քաղաքականության ակտիվացման, ԿԺԿ-ն եղավ ակտիվ մասնակցեց։ Բայց երբ որ երյակ եղավ կոնկրետ հարցը դրեց, մենք կողքի կանգնեցինք։ Հիմա կարող եմ ասել ինչի համար, փաստարկ ունեինք, որովհետև ինձ թվում էր, եւ դա հիմա ես ապացուցում եմ բացարձակ ճիշտ դուրս եկա, որ այդ եվրոինտեգրման հանրաքվեի հարցը պետք էր օդից կախած թողել ամեն անգամ սպառնալիք ռուսների դեմ, որ եթե հանգարց համահանես, էսե հանրաքվե կանենք։ Միշտ իշխանությունը, կուսակցությունը, քաղաքական գործով զբաղվողը գործիքակազմ պետք է ունենա։ Բայց հիմա Ռուսաստանն է Հայաստանին ստիպում, որ հանրաքվե անցկացնի այդ հարցը։ Հանրաքվեի հարց չի էլ։ Դե չէ նրանք օգտագործում են, այդ ուրիշ բան են ասում, օգտագործում են։ Հիմա այդ բանը են երյակի բանը, ոչինչ չի, այսինքն դա մտադրությունների մասին հանրաքվե է, որը ոչ մի գործնական նշանակություն եւ այլն չունի, բայց լավագույնս Մոսկվայի ձեռին գործիք է անընդհատ ասի Եվրոպա հետ գնում ես կտեսնեք, ուրեմն կարտոֆիլ չպիտի վաճառեք, ուրեմն էս չպիտի լինի, այն չպիտի լինի։ Այսինքն եղավ մի բան, որը շահեց Մոսկվան։ Ես ինձ թվում է, որ իշխանություն երկար ժամանակ որ չէր գնում այդ բանին, ես այդպես էի հասկանում, իմ նման էր մտածում, որ դա մնա օդի մեջ կախված, որ սա կանենք, իսկ որ դա մնում է, դուք ունենում եք մանևրի հնարավորություն ուժի օգտագործում եւ այլն, ոչ թե գլուխ գովելու, որ մենք արել ենք, արեք, դե չեն անում, ինչ եք անում։ Որովհետեւ այդ օրենքի մեջ այդ բանն էլ չկա, ասենք ինչ գործնական ինչ նշանակություն ունի, իսկ որ մի մարդուն բարձ չի, որ մարդիկ կուզենան Այսինքն ինչ պարզեք, որ Եվրոպայում լինեն այսօր քաղաքակրթություն կա, տնտեսություն կա եւ այլն։ Ուրեմն այս մեր մասն է։ Երկրորդ մասը կա հետեւյալը, իսկ եվրոպական կառույցները մեր ձգտումների օրինականացման որևէ քայլ, ոչ թե օգնություն, ցույց տալիս են, իշմար անում են այդ կներեք այդ բառի համար։ Ես իհարկե այդ դրա պատասխանը չեմ կարող ունենալ, որովհետև դա լինում է կուլիսների հետևում, դա Հայաստան չի էլի, դեմ անես վարչապետի դեպի չէր խոսում, կամ ճիշտը խոսի եւ այլն։ Գիտեք, քաղաքականությունը ստվեր այն մասուն է, որտեղ այդ խմորվում է ամեն ինչը։ Ես կարծում եմ, որ մեր դանդաղելու իշխանությունն է պատճառը երաշխիքների բացակայությունն է, որը շատ վատ է։ Դե Մոսկվան ինքն էլ է նույնն անում, իր համար այդ ամեն ինչ անգիր գիտի, որ երաշխիք չկա, պատին դեմ անենք, մանավանդ SS բաներ։ Այսինքն դուք եւս համարում եք, որ ոչ թե եւս, այլ որ երաշխիք չկա Եվրամիությունը։ Կարծում եմ չկա, բայց լինելու է։ Բայց դա ինչ է լինելու։ Եթե այսպես հիմա վերադառնանք 14 թիվ ասեմ ձեզ։ Հիշում եք ուղղաթիռի խոցումը մեր
Սերան Օհանյանն էր, չէ՞, որ մեզ խոսում է պաշտպանություն, ուղղաթիռը խոցեցին, երեք մենք ուրեմն մեր զինվորականների մահ ունեցանք, 3-4 օրում հազիվ դուրս բերեցին։ Ես այն ժամանակ հարցազրույց է եղել թեքեան մշակութային միջունում ասել են, որ պատրաստվեք պատերազմի։ Արցախյան հարց այլևս խաղ զարգացում չունի։ Հիմա ում ասես, ասում է ոչ մեկը չգիտեր։ Ոչ մեկը չգիտենալու հաճի, նախանց խոսելը, տգետ գործաներն, այո, գործակալի գործան։ Դրանք պետության համար արժեք չունեն։ Ուրեմն դրանք պիտի լսել, վերլուծել եւ այլն։ Հիմա ինչ եմ ասում, բայց պատրաստվեցին 14 թվից մինչև 20 թիվը։ Հետո արդյունքի վրա կարող եք ասել, ես մեկը ծախեց։ Ծախողը այդ 14 թվին որ որոշում չկայացրեց անտես տեղերը, ոչ տեղնի հայտարարի մի հատ մամլո ասուլիս ունի, զոքանչով բանով Երևան, որ իրենք ինչ հանճարեղ են, այս ինչ են, այս ինչ։ Շարունակվեց երկրի կողոպուտը, ուրիշ կերպ հետո կանգնեցիք կրախի առաջ։ Հիմա ասում են, դե երբ չկար չբարդող ասես, որ չկար։ Իրանը կռվում է ելք ուրիշ, ամերիկացիք ուրիշ ելք էին ուզում, Իրանի ելքը բոլորովին ուրիշ է ստացվում, Գազայում ուրիշ, այսինքն ոչինչ չանես, հետո ասես դե այդպես էլ պտիլներ, այս ճակատագրապաշտությունը, ֆետիշիզմը եւ այլն, հայության տունը քանդում է եւ քաղաքականության մեջ ինչ ասեմ, վիրավորելու համար չեմ ասում, տգիտությունը խեղդում է, քաղաքականություն չիմանալ։ Հիմա բայց Հիմա այս եվրոինտեգրման հարցում ինչի եք դա։ Ուրեմն Եվրոպան գնալը պիտի ղեկավարի իբրև թե ես միշտ էլ ասում մենք չենք գնում Եվրոպա, այլ Եվրոպան ինքը գալիս է եւ այդպես էլ եղավ, եղելի է լինելու, Սամվելը պիտի մեզ Եվրոպա տանի, իսկ Քոչարյան Ռոբերտն է մարդու իրավունքները պիտի պաշտպանի, հանձնաժողովները, պատկերացնում եք, դե ուրեմն ես չանգացեք, բայց ես ուզում եմ ասել պետք չի այդպես միանգամից վայ էս ինչ եղավ, դա լինում է այնպես, ինչպես լինում է։ Եղավ այնպես, ինչպես ցեղասպանության։ Ձեզ ասում էին մարդիկ, որ սուս մնացեք։ Թալիատն է ասել Վարդգեսին, որ սուս մնացեք, կկոտորենք, սուս մնացեք, ռուսներից հեռու մնացեք։ Հեռու մնացին։ Հիմա ուր է Հայաստան, Վարդգես ուր է, Զոհրաբ ուր է։ Հա? Հիմա կանք հետո, ես երկրորդ մասը ասեմ, ես մի քանի ամիս առաջ չէ, հիմա ես որ ասում եմ, արել եմ դրա համար եմ ասում, բայց կուսակցություն նրա համար անի եւ ասի նաեւ, երբ որ չեն լսում, քաղաքական գիծ չի ձևավորվում, որտեղ իմաստունները նստած են, մի մասը իհարկե ովքեր որ կառավարվում են դրսից, նրանց ուրիշ է, այնտեղ Մարիա Զախարովան ասում է, պարկեք կպարկեն, կանգնեք կկանգնեն, դա խնդիր չի, մնացածի մասին է խոսքը։ Ես ասել էի եւ թվեր էի ասել ժամանակին, որ նացիզմը Գերմանիայում հաղթել է Հիտլերը Ստալինի օգնությամբ, սովետական Ռուսաստանն է, հիմա դուք սովետական բան են անում, իբր թե դրանք ռուսները չեն, Հիտլերին իշխանության բերել են, նպաստել են, բերել են ռուսներն են բերել, հետո ինչ ստացվեց ուրիշ բան է, էս մեկ, երկրորդ մասը, ինչը որ մեր մոտ էլ նույնն է լինում, տեսեք, նացիզմը Գերմանիայում հաղթել է դեմոկրատական ընթացակարգով, ոչ մի խախտում չի եղել, քվե, դեմոկրատիա, ընտրություն եւ այլն եւ Հիտլերը հաղթել է մնացած ռուսների հետ մանիպուլյացիաների միջոցով, ինչն է զարմանալու դրա համար էլ ասում էի, որ այս ընտրությունները լրջորեն պիտի անցկացնել եւ չպիտի կանգնել ընդդիմությունը միանա, ինչ որ մի բան է հանած, Լևոն Տեր-Պետրոսյանից մի հատ ուզում ես այստեղ փռշտաս, միանգամից միացեք, միավորվեք, ասում ես լսիկ, ում հետ միանան, ինչի միանան, ինչու չլինեն առանձին լինեն, ինչն է հարցը, ինչու եք փագուղի մտցնում ամեն ինչը չեղած ժամանակ։ Բայց չմիացան, չէ՞։ Չմիացան, բայց որ միանային 4% չէին հանել։ Իսկ որ առանձին գնացին ինչ արեցին։ 3% են ստացել, այսինքն այստեղ չի եղել ուրիշ բան, եղել է հիստերիա, որովհետև ես չեմ եղել, ասեմ հետո վերջի պահին ինչու, որովհետև ես տեսա, որ ժողովուրդը զանգվածորեն ԿՊ-ի հետ է գնում, այս մի մասը, մյուսը գնում է մերը գնում է Նիկոլի ուրեմն ձայն տալու այդ վիճակի համար։ Ես էլ գիտեն, որ մենք էլ օգնել ենք եւ այլն, խնդիր չտեսանք, որտեղ նախ այդ բաններ կանգնեցնել էլ խոսքը հնարավոր չէր, դա ձևավորված է։ Ուզում է
Հիմա բան չանենք, ողբերգություն չսարքենք, ասեմ, որ այո, ես ձեզ զգուշացրել էի, որ նացիզմը Գերմանիայում հաղթել է ռուսների օգնությամբ եւ ես ասել եմ նրանք այս մանիպուլյացիաների վարպետներ են։ Այդ վարպետությունը խաղացին նաեւ այստեղ։ Հայաստանում ինչից եք զգուշացնում հիմա։ Հիմա զգուշացնում եմ հետեւյալին։ Եղած վիճակը թույլ է տալիս բալանսի քաղաքականությունը ուրեմն շարունակել, բայց ավելի վարպետ ձևով, ավելի վարպետ հավասարակշռությունները հաշվել, քայլերն անել եւ աչքը դեպի Ռուսաստան։ Ինչու՞։ Ռուսաստանը ինքը գնում է անկում, դա իմ ցանկությունով չի, ձերով ոչ մեկով չի, Պուտինի ցանկությունով չի, ինքը փտախտով մեռնում է այդ երկիրը։ Հասկանում եք ոնց է։ Հիմա գնում է եւ այս ընթացքում երկու անգամ եղել է ռուսները կամավոր թողել են գնացել։ 17 թվին թողին գնացին, այն ժամանակ գաղթականները ռուսների զինվորներին փաթաթվում էին, փեշն էին քաշում, մի գնացին, ոմեր չէին արցնում, այնելին ձևով գնացին, երկիրը Թուրքին հանձնելուց, մաքրել տալուց հետո, այդ ձևել գնացին, հետո եկան, երբ որ իրենց պետք էր, եկան հայ դավաճանների, տագանքների միջոցով, առանց նրանց երբեք չեն եկել մեր երկիր։ Ուրեմն սա երկրորդ անգամ Ելցինի ժամանակ էր, հիշում եք, ելան գնացին։ Եվ ինչի են հումոր էին անում, չասում են մենք այսքան չարչար, իհարկե մենք Արցախյան ազատամարտով ենք եղել, մենք անկախության լավ կռիվ չենք տվել, եթե տվել ենք, բոլորս ենք հիշում դա, մեր Արցախի խնդիրը մեր ոտքերին փաթաթված էր արդեն 88 թվից երկրաշարժ եւ այլն, բայց ինչ էին ասում ղրղզները գիշեր արթնացան, բարձվեց որ իրենք անկախ են, խաբարը չէին, այսինքն հերրու էր կյանքը, տաջիկներ եւ այլն եւ անկախ են։ Այս երկրորդ տարբերակներն են, Ռուսաստան փրկություն չունի այդ իմաստը, բայց մենք չէ որ պիտի արագացնենք, մենք չէ որ պիտի դանդաղեցնենք։ Դրա համար սիրուն ինչ պիտի արվի արտաքին քաղաքական կոնցեպցիայի մեջ ես կարծում եմ որ արևմուտքի իշխանությունների հետ խոսակցությունների այս բանը պիտի բացադրել իրենց եւ իրենք շատ լավ գիտեն մեր քաղաքական պատմությունը, քան իրենք շատ լավ գիտեն Հայաստանի քաղաքական պատմությունը, Հայաստանում քաղաքական պատմությունը գիտի շատ մերը իրականը 1%, 2%-ը։ Դա ողբերգություն է մեզ համար, բայց այդպես է։ Հիմա ինչ-որ նոր պատմություններ են հնարում, ելնում են, չգիտեմ ինչ է խոսում։ Մի խոսքով, բայց դա թողենք մի բանի վրա։ Հիմա սա մեկ պիտի անվտանգության երաշխիքների համար Ամերիկայից կարճած պիտի մնա տրիպլ շարժման մեջ է, անպայման Ֆրանսիա եւ այլն։ Եվ երկրորդը երկիրը նախապատրաստել ներքին փոփոխությունների համար։ Բայց եթե դուք Արարատյան դաշտը չեք պատրաստել ֆերմերային տնտեսությունը արտահանման համար, էլ շուկա հետ, տեսակ որ շուկա տվին։ Շուկա տվել են չունեք ապրանքը համապատասխան։ Այսինքն նրանք բարյացական բացել են դարբասները, բայց ստանդարտ պիտի ապահովեք։ Ինչքան եմ ասել, քանի տարի առաջ ճանապարհներ են պետք, եւ որտեղ որ երկիր ունի ճանապարհ, նա վերակառուցման կամ պատերազմի համար է պատրաստվում, ուրիշ օրենք չկա այստեղ։ Ուրեմն սա պիտի արվի, երկրորդը մեր համալսարանական կյանքը պիտի աշխուժացվի։ Հիմա տեսեք ինչ հրաշալի բաներ են լինում, չէ՞, այս չիպեր եւ այլն են, ինչ որ կա թրիփ, ես հարց եմ տալիս, որ համալսարանն է սպասարկելու այս բան ամերիկյան տեխնոլոգիան, որ համալսարանը, որ դատարան առանց կաշառքի աշխատելու է, որ իրավագիտության ֆակուլտետն է ձեզ համար տալու, չէ առանց փողի ավարտած ուսանող։ Ну, մի 5% միշտ գցեք։ Ուզում եք ասեք հիմա միայն այդպես։ Հիմա մենք մասնագետներ չեն։ Ինչի, մասնագետը չէ, շահառություն կա։ Իհարկե, եթե որտեղ փողը աշխատում է, այնտեղ լավ մասնագետ ինչ որ կարող է լինել, չի կարող լինել, բայց դա չի նշանակում անհաններ չեն կարող լինել։ Ուրեմն ինչն է ասելիքս, երկիրը ներքին վերափոխումների արմատական կարիք ունի եւ դա պիտի արվի պլանավորումով, ծրագրավորումով, ոչ վաղը հանգարց բավոր անեն, որպեսզի ստանդարտին համապատասխան լինի եւ Ուկրաինան էլ տարբերակ չունի, քան Ռուսաստանի հարցը փակի։ Չունի Ուկրաինական ժողովուրդը ողբերգություն է ապրում, բայց այդ ողբերգության մեջ բոցերի մեջ ծնվում է Գերմանիայի, Ֆրանսիայի տիպի մի պետականություն եւ դա ծնվելու է։
Ուրեմն այստեղ փոխսիչում չի լինելու։ Տեսեք ինչքան փորձեցին այն ճակատում Ուկրաինա, Ռուսաստան փոխսիչման տանել, այն մեկը ձև է անում իբր թե չի ուզում ռուսների մասին է խոսքը, ելի ուզեք, տնտեսություն չունեք, բան չունեք։ Հետո ինչքան հարիվ պետք է ճարեք մի կռիվ սարքեք, որ սրանց էլ տանեք ճակատ կռվեցնեք։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ այս Եվրոինտեգրում նահանջ է եղել, այդ նահանջը բնական է մեր բանակը։ Եվ լինելու է նահանջ, եթե մենք այս հանձնաժողովի իհարկե նրանք գիտեք ինչն է հարցը, այս մարդիկ ոչ թե կօգտագործեն, բարձր որ կօգտագործեն, իրենց խնդիրը Մոսկվայի տրվածքով սաբոտաժն է պետականության։ Ռուսները հայկական պետականություն այն գլխից Պասկևիչի ժամանակից ժխտում են ու ժխտելու են։ Հիմա էլ բանը, էլ եւ միություն, էլ միութը չկա այդ ծևի բան։ Առաջի հանրապետություններ, եթե չլներ Սևրի գործընթացի մեջ, եթե չլներ այս հանրապետություններ չէր լինելու։ Ուղղակի ճար չունեին, բոլշևիկների մասին է խոսքը, այն հանրապետությունը կիսեցին, տվեցին թուրքին, վրացուն եւ այլն, ադրբեջանցի սարկեցին, տվեցին, բայց այս կան ինչ-որ բան պիտի մնար, որովհետև դա համաշխարհային հայկական հարցը, համաշխարհային քաղաքականության հարց է։ Վտանգ եք տեսնում այս հանձնաժողովների ձևավորման արդյունքում։ Վտանգ եք տեսնում, հետընթաց եք տեսնում, որը ինքնին վտանգ է։ Խանգարելու են, բայց մենք ինչքանով ենք պատրաստ դրան գնալու համար, դրա համար ինչ ասեմ, այսպես ձևակերպեմ միտքս, որովհետև դե բարձր ինչ-որ բան լինելու են։ Երեք դեմքները փայլում էր եվրոինտեգրողները, ովքեր ստանում էին հանձնաժողովը։ Սաբոտաժ են անելու, պարզ չէ ինչ է լինելու։ Մարիա Զախարովան թե չէ կսպանի։ Սրանց բոլորին կսպանի։ Հետո մենք չենք, որ մեզ չլսեն բան իբրտես։ Երկիրը պետք է նախապատրաստել, ինչ ասեմ, բազմավեկտոր բալանսի քաղաքականություն, ինչպես ներսում, այսինքն ազգային կոնսենսուսի փորձեր անել եւ արտաքին քաղաքականության մեջ վարպետացնել, որտեղ հիմքերը դրված են եւ այդ դեպքում պետք չի աղմկա։ Այսինքն մենք գնացել հասել ենք երևակայական մի տեղ, որտեղ մեր կարողությունները չեն, հիմա հետ են գալիս ինչ-որտեղ։ Այստեղ եւ կարողանալ ես ենթադրում եմ, որ Հայաստանի իշխանությունների վրա ահավոր ճնշում է եղել այս բաների կոմպրոմիսի համար, հանձնաժողովներ, բաներ։ Այնպես որ կյանք շարունակվում է, ինձ մեզ չէ պետք խոհեմ լինել եւ լսել մասնագետներին։ Այսինքն այստեղ դուք պայքար եք տեսնում, որը քողարկված պայքար է։ Մենք անկախության պատերազմ Արցախյան հիշեք, ազնիվ լինենք։ Արցախյան ազատամարտի ժամանակ դրա համար էլ այդ պատմությունը մնաց ազատամարտ, ոչ թե պետականամարտ։ Չէ, ազատամարտեր էին տպում եւ այլն, եւ ժողովուրդը այդպես էլ ընկալում էր, եւ այն կռիվն էլ չկար, որ անկախություն բան, այդ Լևոն Տեր-Պետրոսյանի խմբի մեջ է բլեֆը, որ մենք անկախության կռիվ ենք տալիս։ Բա որ անկախության կռիվ եք տալիս Ղարաբաղով, ինչի եկաք իշխանության, ինչու հաջորդ օրն ասեցիք, որ ուրեմն Արցախի հարցը լուծում չունի։ Բլեֆ է մեջ է, դա։ Այդ չեմ ասում մեր հարցը արհեստական եղել, ես դա չեմ բաժանում։ Այն խնդրեմն եղել է, բայց գնացել է ճանապարհը, դրա համար հիմա երկիրը պիտի խորքի իմաստով շուտ քաշել, մի հատ լավ ծրագրավորումով շարժվել առաջ, որպեսզի անկախությունը դառնա հիմնավոր դարերի համար, այնպես ինչպես Ադենաուերն արեց։ Ադենաուերին խեղդում էին, ասում են արևելյան Գերմանիան միացրու։ Ռուսներն էին ասում, միացնենք։ Ասում էր ոչ այդ Գերմանիան եմ ուզում, Բերլինը, ոչ այդ ձեր չեկիստերին։ Մենք այն որ անենք, չենք ունենա Գերմանիա։ Տեսեք ինչ հիմքեր դրեցին, Գերմանիան միավորեցին 1990 թվին։ Չէ՞։ Միավորեցին են հիմա ինչ տարա։ Շնորհակալություն, Գովազդ ենք հայտարարում եթերում, որից հետո կքննարկենք Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գալուզինի հայտարարությունը, որ նոյեմբերի 11-ին քննարկվելու է Հայաստանի հապկի շրջանակներում ձայնի իրավունքի ձրկելու հարցը։ Մենք կխոսենք այդ մասին Գովազդից հետո։ Սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում,
արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Լևոն Շիրինյանի հետ, քաղաքական գիտությունների դոկտոր։ Եվ այսպես, պարոն Շիրինյան, մենք խոսում ենք այն մասին, որ ազգային ժողովի նոր ձևավորված հանձնաժողովներում Եվրոինտեգրում հանձնաժողովը ղեկավարելու է Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը, падգամավորները, Եվ ես հիշեցրեցի, որ Միխայել Գալուզինը, Ռուսաստանի փոխնախարար Գալուզինը հայտարարեց, որ Հայաստանին նոյեմբերին քննարկվելու է հարցը, որ Հայաստանին ձայնի իրավունքից զրկեն, հապկից։ Դրան իր խոսքի մեջ նա հիշեցրեց նաև ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանի հարցը, այսինքն քննարկվում է կամ համենայն դեպս նրանք ուզում են, որպեսզի Հայաստանը դուրս գա, ինչպես հապկից, այնպես էլ ԵԱՏՄ-ից, դուրս գալու հարց չի քննարկվում դեռևս, բայց որովհետև շատերը ասում են, այդպիսի մեխանիզմ չկա։ Բայց ես այլ տեսանկյունից եմ ուզում այս հարցին մոտենալ։ Արդյոք այս Եվրոինտեգրումը հանձնաժողովի այս պատմությունը, որի մասին ես խոսեցի, որ Ուժեղ Հայաստանի падգամավորներն են կառավարելու, ղեկավարելու այս հանձնաժողովը եւ Գալուզինի հայտարարությունը հապկում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու մասին քննարկումը, սրանք պետք է մեկ ամբողջության մեջ դիտարկել։ Սա նույն խնդրի տարբեր օղակներ են, թե ես սխալվում եմ, սրանք առանձին հարցեր են։ Չէ, առանձին չեն։ Ռուսաստանի ուրեմն հայկական քաղաքականությունն է, որոշակի հաջողություններ հասան այս ընտրություններում, ասեցի, Պետդումա ստեղծեցին Հայաստանի ազգային ժողովում, սա ուղիղ ենթակայության կառույց է, ես նույնիսկ կասկածում եմ, որ դա կարող է ենթարկվել Կոպիրկինին, դա Մոսկվայից է կառավարվելու, դա միանշանակ է, Են Հայաստանը չգիտեմ, դե նրանց վրա երբել հույսեր չունեն, որտեղ մաշվեցին, այնքան հակապետական բան եղան, որ
Երկրորդ մասը ընդհանուր մի կոնցեպցիա է, ինչպես որ Արցախն էր Լավրովի պլանով տարբեր վերջում տեսանք Լավրովի պլանը ինչ աղետի ենթարկեց ուրեմն Արցախահայությանը մեզ Արցախահայությունն էլ ասում ենք մեր սրտի համար ոնց որ առանձին էր մեր երկիրը չէր մեր ժողովուրդը չէր այստեղ հոգեբանական թեթև տանելու վիճակ է մեր հայրենիքի հսկա մի կտոր Ռուսաստանը վերցրեց խլեց եւ տվեց Ադրբեջանին որտեղ դա ինքնորոշման իրավունքով երբեք չէր կարող լինել Ադրբեջանին եւ պատմականորեն այդպես էլ չէր հասկանում եք հիմա այսպես հիմա դա ընդհանուր է հիմա նույն կոնցեպցիան է աշխատում Հայաստանի դեմ որի նպատակ ասեցի Հայաստանի պետականության լիկվիդացիան է բայց այստեղ մի բան կա մեր հայրենագիստն իմ գնահատական այնպեսին է որ մինչև իրենք կհասնեն Հայաստանի պետականության լիկվիդացիային, իրենք որպես պետականություն լիկվիդացված կլինեն փթախտի պատճառով, իրենց ուրեմն քաղաքականության պատճառով եւ ասեմ մի բան, հрьяաների եւ հայերի ինտելեկտուալների արդեն Ռուսաստանում բացակայության պատճառով։ Ես հիմա ինչ եմ մի քիչ վստահ ասում, այսպես Ուրեմն առաջարկում եմ բոլոր իմ ընդդիմախոսներին, իհարկե ռևանշիստները իմ համար ընդդիմախոս չեն, դրանք ռուսականացած հայկական ինչ-որ մի բան է, զբրոտ։ Ուրեմն ասեմ հետևյալը, ուշադիր հետևեք իրական պատմությանը, դուք կտեսնեք Գրոզ, Իվան Գրոզնից վերցնենք, ուզում եք Ռյուրիկովներից վերցնենք եւ այլն, հիմա, բայց վերջի ժամանակներ էլ մի 100 տարի, 200 տարի Ռուսաստանը ոչ մի պատերազմ չի հաղթել պատերազմ, ոչ մի, չնայած իր անուն հաղթական է հայտնի, եթե եվրոպական որևէ պետություն իր հետ դաշնակից չի ունեցել, բացառված է, Ղրիմի պատերազմ, երբ որ արևմուտքը միասնական էր, ջնջխեցին, հայրենական պատերազմներ դուք հիշեք, մինչև հայրենական, իրենց հայրենական, դա մեր հայրենականը չի, առաջարկում եմ Հոլիվուդում հանկարծ ինֆարկտներ չստանան է, որ իմ հորողբերը պապը ընդեղ է կար, վերցրել տարել են, տրվել են, էլի, ուզում եմ նայեցեք հայրենական պատերազմ կոչված է իրենց, մինչև դեկտեմբեր 41 թվի պատերազմի սովետական 5 միլիոնանոց բանակը, որ կար, Հիտլերի ժամանակից ստեղծել են բան, ուրեմն գերմանացիները ջնջխեցին, այդ բանակը չկար, ստեղծվեց ըստ էության նոր բանակ ամերիկյան լենդլիզով, տեսեք հիմա այս հայերին հարցը փողոցում պիտի գնաք ասեք լենդլիզը ինչ է, չգիտեն, որ դա տեխնոլոգիա սնունդ եղան Ամերիկա է, Անգլիաբան է, այսինքն ամերիկացիներ եւ Անգլիա եւ այլն կանգնեցին եւ մարդուժը սովետից, նյութական եւ այլն մնացած իրենցից նոր կարմիր բանակ ստեղծեցին, որը 42 թվականին Ստալինգրադի ճակատամարտում հաղթեց գերմանացիների 6-րդ բանակը ջախջախեց։ Եղավ, ուրեմն այդ բանակը չկար, այն սովետի ստեղծած, ռուսների ստեղծած բանակը չկար։ Այսինքն, եթե ամերիկացիները շարունակեին, իսկ ամերիկացիներին փաստորեն իր հարբորում ճապոնացիները պարտադրեցին, նրանց էր պետն էլ չէր, թե իրենք ինչ են լինում, որտեղ պատերազմը դուք ասենք մի ախալքալակցու, մի Ղարաբաղցու կհամոզեք կամ Երևանցու, որ այսպես հաղթական իրենք չի Հիտլերն է հարձակվել, բայց նրանք գիտեին ով է հարձակվել, ով է այս համաշխարհային այս բոցավառության այդ դեզը վառել եւ իրենք են վառել, ինչպես որ շատ անգամներ ռուսները։ Ուրեմն նրանք բայց հանուն եւ այլ բաների եւ սովետական բանակը զինեցին։ Թվեր բաներ հիմա ասեք, սովետական ասում են T-34 տանկը, մի բան ասեմ ու ասեմ չէ, T-34 տանկի պատշիվնիկներ ամերիկյան են, հիմա մի վարորդի հարցրեք, նույնիսկ ամենա չիմացողի տանկի եթե պատշիվնիկը հանես, ուրեմն բաշնյան չի աշխատի, վերջացավ, կամ ռեդինի մասեր եւ այլն, բայց դրանք չեն ասում, այս մարդկանց էլ կամ էլ են գավիատինը, պահածոյված, որ ճակատ էին ուղարկում նաև քաղաքացիները, այդ չլներ զինվորը ոնց էր կռվելու, ոնց էր քաշելու։ Էլ չեմ ասում, կարմիր բանակ ինչպես էր հարձակվելու, եթե ամերիկյան ստուդաբեկեր վերնադարները չլինեն, որ թնդանոթը քաշում են իրենց ձիևով էին առաջ տանելու, այն կոլխոզի նախագահի ճահիժների մեջ, հա։
Այսինքն ուզում եմ ասել, որ եզրակացություն սա է, մենք պարտավոր ենք մեր ազգային շահերի տեսակետից, մեր էլ ասում եմ Հայաստանի ազգային շահերի տեսակետից գնահատենք պատմական իրադարձությունները, դա օբյեկտիվ գնահատականի մասին է խոսքը, ոչ թե ուրախ ենք, տխուր ենք, հիմա կսկսեն էլի, հիմա այս պարագայում այսպես է, ես հայտարարում եմ թողապացի մեկը, որ առանց եվրոպական որևէ պետության, որը դաշնագիծ չի եղել Ռուսաստանին, Ռուսաստանը ոչ մի ճակատամարտ չի շահել, բացառված է։ Հիմա նա դաշնագիծներ չունի, դրա համար ընկած խառնում իրար Եվրոպան, դաշնագիծ նրան քաշում դեպի իրեն, խոշորների մասին է խոսքը։ Կորեան եվրոպական չի։ Չէ, Հյուսիսային Կորեան որպես դաշնակից փորձում է մարդկանցով։ Հա, դե Կորեան կարող է քաշվել մի հատ խոշոր գուբերնիա։ Սովետի, որտեղ ռեժիմը նույնն է բան, բայց դա չի, ես չկա, բայց չի հաղթել էլ, չէ, մարդուժ է բերում, էդ էլ պետք է մսաղաստա պերձնի, որտեղ խելքը, բանը ստրատեգիա եւ այլն վերցվում է տեխնոլոգիա արևմուտքից, մնացած իրենք լավ օգտագործում են, ինչպես որ մեր փողոցում փալասներին 6 տարի օգտագործեցին պետության թույլության համար, որ հետո էլ ասեն պետությունը թույլ է եւ գալուզինը խոսի թույլ պետության հետ, որտեղ պետություն կուժեղանար, չէ, եւ այլն։ Ուրեմն այսպեսի բան կա, այնպես որ մենք պետք է այս բոլորը ուշադիր նայենք, այսպես ասեմ, կենտրոնանանք երկրի վերակառուցման մեջ հիմնական մեխը համալսարանների վերականգնում, ես առաջին հերթին, իհարկե ամեն մեկը մի ֆունկցիա ունի, նկատի ունեմ տեխնոլոգիական մեր բուհը, ինժեներական, պոլիտեխնիկը նախկին, իր բոլոր բաներով եւ համալսարանը, մայրբուհը, բայց այնտեղ էլ քաղաքագիտություն, պատմություն եւ այն, այդ ֆակուլտետներ մի հատ պետք է թափ տալ, որպեսզի մեր զբաղվեն մեր հարցերով, ոչ թե ուրիշ հարցերով։ Ես չեմ բանի համար չեմ ասում։ Եվ գլխավորը դառնա տեխնոլոգիաների մշակումը, որպեսզի մենք սպասարկենք, մենք մեր կադրերն ունենանք, այսինքն օգուտ ունենանք ամերիկյան օժանդակությունից, ոչ թե եկան սարքեցին, վաղը հետներս լավ չեղան, տարան, չկտարան եւ այլն։ Այսինքն մենք ունենանք նյութատեխնիկական ներքին ռեսուրս եւ բազա ներքին մերը ունենանք իրենց օգտագործելով եւ այլն։ Եվ ես պետք է վստահ լինեք, որ ամերիկացիները երկար ժամանակով ուրեմն Հայաստանում նստում են, եթե այստեղ երկրորդ մասն ասեմ, շատ չընկճվեն։ Եթե ամերիկացիները շատ չեն ընկճվում, որ Սամվել Կարապետյանը գրավեց ուրեմն Եվրոինտեգրումը, Քոչարյան Ռոբներ մարդու իրավունքները, ուրեմն շատ մի բան արեք, դա, ուրեմն մի քաղաքական վարպետության մեջ կարելի է չեզոքացնել, պարզապես դժվարություններ են, որ առաջացան եւ ողբերգություն ինչու՞մն է, հա, բաց հայտարարում եմ։ Հայաստանի քաղաքական համակարգում ժողովրդավարական ուժերը տեղ չունեն, մեկ եւ երրորդ ուղի չի առաջանում, չեն թողում, այդ այդպես չի, որ չեն կարողանում, տկետներ կան այդպես, հաջորդ օրը, այսինքն այս ուժերի սխալը ինչն է եղել, եթե ժողովուրդը զանգվածորեն գնում է կան եւ այլն։ Գուցե եւ սխալներ էլ կան, բայց դրանք մանր մունր բաներ են։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այս սրան պետք է գնանք ներքին վերակառուցում բոլոր ոլորտներում, երբեք չմոռանալով մշակույթի եւ լեզվի վերականգնումը, ազգային առանց հայոց լեզվի, դասական, ոսկեղենիկ հայոց լեզվի վերականգնման ազգային մտածողություն չի վերականգնվելու, սա փիլիսոփայություն է, առանց քրիստոնեական արժեհամակարգի եւ այսպես ասեմ, հա, քրիստոնեությունը պետական կրոն, որպես փափուկ ուժի հզորություն չի երևալու մեր համար։ Դրանք ահռելի ռեսուրսներ են։ Իհարկե միջուկային ռում չի, բայց պակասել չի։ Ուզում եմ ասել այս վերակառուցումն է եւ մենք պետք է մտածենք նաեւ երկու խնդրի մասին, շատ արագ։ Այդ եկեղեցու ուրեմն ռուս կրեմլահպատակ մասը պետք է հեռանա եւ ոչ մեկը չհամարցակվի եկեղեցու դեմ են։ Եկեղեցու դեմ ովքեր որ Գարեգինին պաշտպանում են, եկեղեցու դեմ են։ Ու վերջ, սա պիտի գնա, մեկ եկեղեցին պիտի վերադառնա Քրիստոսի ծառայության եւ հաջորդի պաշտպանության եւ հայաստանյաց եկեղեցի է դա վերականգնվի եւ փափուկ ուժը
300 դահը հրաշք է համաշխարհային պատմության մեջ, որից այսպես եւ նաեւ առաջարկել են պետական հանրակարգ պիտի մտցնեն մասնավոր հարցը խոր վիրապ բոլոր բարականներում մեր հյուրերին տանել, ծանոթացնել եւ այլն։ Այստեղ է մարդկության ակունք, այստեղ ամեն ինչը եւ այլն եւ այլն։ Ուզում եմ ասել, այս համալիր ձևով դուք օգտագործեցիք այդ համալիր ձևով, պիտի երկիրը վերակառուցվի եւ բաների հետ մեր պարտներների այդպես ասենք, որտեղ այստեղ տաշնակցի հարց չի Ամերիկայինը, պարտներության հարցը Ֆրանսիա եւ այլն, Ֆրանսիան աշխարհի մշակութային գիգանտը Հայաստանում երևում է, որ այս գողական միջավայրում Ֆրանսիա գոյություն ունի։ Էլի բարդ են երգում, էլի գասպատավիցերի եւ այլն։ Խայտարակությունը Ֆրանսիան կողքներիդ է, Ֆրանսիան մշակույթը, ֆրանսիական համայնքը եւ այլն։ Մենք գիտենք, որ պարակտված է, բայց դա չի հարցը։ Եվ այդ եկեղեցիվան այս հարցերը պիտի վերացնել, հայություն պիտի համախմբվի հայրենիքի Այս բարագեն որպես պետականության շուրջ եւ որը խնդիր չեմ տեսնում։ Մնացածներ այսպեսի բաներ կլինեն։ Գալուզի, մալուզին Հապկույց ձայնի իրավունքից զրկում դա համարում եք։ Դան ես մի բանի սկզբունքի կողմ եմ եղել։ Մնում եմ գուցե թույլ է, բայց տեխնիկական հարցերի լուծումները պիտի թողել գործող իշխանությանը։ Սա տեխնիկական հարց է համարում, ոչ քաղաքական։ Այո, եթե ենթադրենք պայմանավորում ադրբեջանական մի դիվիզիա շարժում են Հայաստան տան։ Այսինքն հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման արտացոլում է սա։ Իհարկե, միանշան, վատթարացումը չի, ինքը մեռնում է, չուզում մենք ազատագրվենք, ինքը ուզում է մենք հետը գնանք, ինքը Հայաստանը միշտ օգտագործել է այդ տեսակետը, իհարկե իրենք գիտեն, որ փրկելու են, բայց իրենց ինտելեկտուալ մասը գիտի, որ Ռուսաստանը այդ իմաստով փրկություն չունի, եւ օրինակ հավանա, ես չեմ բացառում, բայց թույլ բան է, ոնց որ ամերիկացիները պարտադրեցին Գերմանիային Ադենաուերի ժամանակ դառնալ դեմոկրատական պետություն, բաժնվից հետո, սրանց էլ են պարտադրելու, եթե հավես ունենան, որտեղ սրանց հետ աշխատելու հավես արևմուտք առանձնապես չունի, բայց ուզում եմ ասել, այս հարցը հետևել անընդհատ հեռանալ լեզու, մշակույթ, մակրե ռուսականացում։ Եվ այստեղ մնացածը լուծելի հարցեր, իսկ այդ հարցերը, ասենք ես միշտ երբեք իրազեկ, եթե չեմ եղել, հարցին կոնկրետ պատասխան չեմ տվել։ Կոնկրետ հարցերը ինձ թվում է ազգային անվտանգության խորհուրդը պետք է քննի, այնտեղ կառավարության հետ որոշումներ կայացնի, որտեղ հիմա ես չգիտեմ, ես ենթադրում եմ, որ այս անգամ վարչապետի հետ շատ ծանր խոսակցություն է եղել եւ այլն, հաստատ, որ այս քայլին գնացել է։ Այս հանձնաժողովները։ Ոչ միայն այն, որ գնացած այս ռուսական, դե այնտեղ հարց այնտեղ է լուծվել, ռուսական գուսակցություններին թողեք մասնակցել։ Այդ ապրիլյանն է։ Ապրիլին էլի։ Ուզում եմ ասել, դե բայց ես չեմ եղել ներսում, չեմ կարող պնդեմ, բայց դրամբանորեն կարող եմ մի քանի օր առաջ եւս հանդիպում եղել, չի ՍԻԱՏՄ-ի։ Դե հիմա կանգնել են, ասենք այս դեպքի ինչ անեն։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քաղաքական գիտությունների դոկտոր պարոն Լևոն Շինյանի հետ եւ այժմ ընդունում ենք հեռախոսազանգ։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ Տիկին Աբակելյան, բարև ձեզ պարոն Շինյան, ողջունում ձեզ հեռավոր Գլենդելից։ Պարոն Շինյան, ես ընդհանրապես զգոն եմ ամեն դեպքում, երբ Փաշինյանի սխալների համար մեղադրում են Եվրոպային։ Դուք նշեցիք, որ ձեր կարծիքը Փաշինյանը դանդաղում է, որտեղ ենթադրաբար ձեր ենթադրությունն էր Եվրոպան չի առաջարկել երաշխիքներ։ Կա մեկ այլ կարծիք, բավական հավանական, որ Փաշինյանը դանդաղում է, որտեղ իրեն սատարող օլիգարխներին հարմար չէ կտրվել Ռուսաստանից եւ բացել երկիրը արևմտյան եվրոպական շուկայի առաջ Խաչատրի Սուքասյան եւ մյուս այդ օլիգարխներին։ Կուզենայի իմանալ, դուք որևէ հիմք ունեք ասելու, որ Եվրոպան չի երաշխիքներ առաջարկել Հայաստանին։ Ես մի երկու փաստ նշեմ, Եվրոպան հենց մենք տեսնում ենք, հենց Ռուսաստանը կտրում է որևէ բան, նրանք անմիջապես գործի են անցնում, որպեսզի հայկական ապրանքները ծախվեն։ Երկրորդը, Եվրոպան վաղուց 2013 թվականին առաջարկել է Հայաստանին այդ DCFTA, այդ պայմանագիրը նույն ասոցիացիան, որով ստանդարտները, որոնք դուք ասում եք մենք պետք է զարգացնենք, ստանդարտները արագորեն զարգանում են, որտեղ Եվրոպան
ուղարկում եմ մասնագետներ օգնելու ձեզ, որպեսզի այդ ստանդարտները զարգանան։ Եվ վերջացնում եմ Տիկին Արաքելյան։ Եվ երրորդ, դեռ 24 թվականին Փաշինյանի հայտնի ճառից հետո Եվրոմիության պարլամենտում Եվրոմիության պարլամենտը մի նախագիծ հայրատարակեց, որով կոչ էր անում Եվրոմիությանը, ասում էր, որ Հայաստանին կողջունենք Եվրոմիություն եւ որ Եվրոմիությունը պետք է ցանկացած ամեն խոչընդոտ, կլինի դա լարջ կամ ինչ, օգնելու օժանդակելու, որ Հայաստանը դրանք շրջանցի։ Ինչ երաշխիքներ եք դուք ցանկանում Եվրոմիությանը, ինչ է ձեր կարծիքով Եվրոմիությունը, որ չի առաջարկել Հայաստանին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարզապես ես մի մեջբերում էլ ներկայացնեմ, հիշեցնեմ եւ հերոստատիտողին եւ այս թեմայի հետ առնչվող ձևակերպում է սա, Փաշինյանի ձևակերպումն է, չենք կարող հանրակրվե անցկացնել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի։ Ես ճիշտն ասած սրա պարզաբանումը եւս կուզենայի լսել ձեզանից։ Ուրեմն առաջինը ինձ զարմանց երևի շատերի ասեն, որ ես ճանաչում եմ դուք օլիգարխ եք ասում ես պարագայում, դրանք կա քրեա օլիգարխիա եւ կա գործարարություն Հայաստանում, խոշոր գործարարություն, ես տարբերում եմ, ուզում եմ ուշադիր լինեք, դուք էլ կառանձնացնեք, հիմա անուն չեմ կարող ասել, ես գիտեմ դուք հիմա օլիգարխ ասեք տվյալ անձին, որը այդտենց հանրության ներքև հայտնի չի, Չարբախում է, գեր ժամանակակից գործարան է ստեղծել եւ ուրեմն աշխատում է Եվրոպայի, Ամերիկայի հետ։ Բայց այն սովորական խոսակցականը, որ տարածվել է, այս տերմինը եթե անուն ազգանու լինի, հանրությանը հայտնի լինի, ասենք, այն ձևով հաստատ օլիգարխ ասեք։ Դրա համար ուզում եմ ասել, եկեք այսպիսի բան անենք։ Մենք ունենք Կողոբուտով, մարդասպանությամբ եւ ԿԳԲ-ի օգնությամբ, որ գլխավորել է ժամանակին երկու նախագահներն էլ օգնել են, ունենք այսպիսի գործարարներ, որոնք քրեա օլիգարխիկ են, որոնք պատժվում են երևի, ու մեկը արդեն հայտնի է։ Մնացածների համար պիտի մենք օգտագործենք արդեն խոշոր գործարարներ տերմինները, եթե օրը կա, ես խոստանում եմ, անուն ազգանունով ասեմ, որտեղ ես իրեն պիտի հարցնեմ, որ ասեմ, անձին չեմ կարող ասեմ, վերջերս եմ եղել իր ասելով գնացել եմ գեր ժամանակակից գործարան, էլի, ինչ որ պրոֆիլներ որ ասեմ կհասկանա, ես չեմ ուզում անուն տալ։ Լավ, բայց հարցը հետևյալն է, ուրեմն մի բան, նաև ինչ որ մարդկանց հետ եմ խոսել, Հայաստանի օլիգարխիան այդ ձևով ասած, ամենևին էլ Ամերիկայի եւ Եվրոպայի հետ աշխատելուն դեմ չի, հակառակը, ուշադիր եղեք կնկատեք, բայց իհարկե նրանք ովքեր ստացել են իրենց հաստությունը Ռուսաստանի օժանդակությամբ, աղբյուրներ կասեմ, այս սրանք չեն ուզի եւ մնում են նրանց հետ եւ ֆինանսավորում են հավանաբար սրանց։ Հիմա տեսեք Փաշինյանի գործոնը այստեղ։ Փաշինյանի օլիգարխ տերմինը չեմ ուզի օգտագործել։ Չէ, Փաշինյանի շուրջ հավաքված օլիգարխների Ռուսաստանի հետ աշխատելու հանգամանքի մասին է խոսում Էրստատիտողը։ Փաշինյանը ինքը մենակ չի, ինչ որ ես գիտեմ, եւ ինքը կառավարություն ունի, այսինքն սա հայկական մտածողության մեջ մի սխալ ներդրված գաղափար է, որ մեկի վրա է տեղափոխվում։ Ես ինքս գիտեք, որ համագործակցել եմ, խնդիր չեմ տեսնում, իհարկե կառավարություն չէ եւ այլն։ Ես գիտեմ, որ կառավարմանը այդ իմաստով մասնակցում են շատ մարդիկ։ Ինչքան դժվարանում եմ ասել, որտեղ վերջին հաշվով իշխանություն դիլում ես։ Ես օրինակ կուզենայի, որ եթե պարոն Փաշինյանը ինձ կլսի այս պարագայում, ազգային անվտանգության խորհուրդը դարձնել են ուղղային կենտրոնը, որտեղ քաղաքականություն կմշակվի, ինչպես որ կա Ամերիկայում եւ այլն։ Այս իմաստով էս է։ Հիմա Եվրոպայի գնալ գալը, մեզ ընդունել չընդունելը։ Բերեք հարցեր իրար չշփոթեցնենք, այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ուրեմն գնաց եւ չգնաց մի գիշերվա պատմությունը, որ կա, պատմական եւ կոնկրետ իրադարձություն խիստ տարբեր էր։ Այն ժամանակ Ռուսաստանի փառքը մեծ էր, հզորությունը, հատկապես մեր ժողովրդի գիտակցության մեջ, իսկ առաստերը հնարավոր չի, ճիշտ կամ սխալ դնենք դա կողքի։ Երկրորդը Ռուսաստանը խրված չէր Ուկրաինայում,
Հիմա խրված է, որտեղ իր մսաղացում է, ինքը չի կարող այդ տեղից դուրս գալ առողջ։ Այսինքն չկար, եւ նա շատ ազատ էր Հայաստանի հետ շատ գործողություններ անելու, դրա համար այն ժամանակ ես առանձնապես բոլորս ենք ուզեցել ուրիշ կերպ եմ հասկացել այդ հարցը։ Հիմա վիճակը բոլորովին ուրիշ է։ Այստեղ է հարցը եւ այդ մեր ողերին բարեկամը չուզում բաց թողել իրա, ես գիտեմ ինչի համար, նա մինչեւ վերջ։ Պաշինյան, քանի որ ժամանակը վերջանում է, հարցը հետեւյալն է, արդյոք Եվրոպան իսկապես չի բացում դռները Հայաստանի համար։ Եվրոպան բացել է դռները, վիճակը ուրիշ է ընթերերի հետ։ Այսօր Եվրոպան բացել է դռները, մենք ապրանքը չունենք։ Բայց ինչ 20 տարի ասում եմ, Այսինքն մենք պատրաստ չենք գնալ Եվրոպա։ Բայց այն ժամանակ ես կասկածում եմ, որ Եվրոպան նման ընդառաջ քայլ կաներ, որտեղ չկար այն ժամանակ թրիփը, չկար ամերիկյան, դուք Եվրոպան Ամերիկայից մի հեռացրեք եւ այլն, այսինքն արևմուտքը շարժվելու է ուղղությամբ եւ ռուսների հետ վիճելու ոչ մի հարց չուներ։ Հիմա Թրամփից հետո դուք գիտեք Ամերիկան մղվում է Միջին Ասիայի օգտակար հանածոներ եւ այլն եւ այստեղից առաջացել է նաեւ Հայաստանը բանալի պետություն կոնցեպցիան, որ մասին խոսել է։ Պատմական իրադրությունը ուրիշ է եւ Եվրոպան կողքնի, բայց մենք մի բան ունենք, հանճարեղ ստեղծագործություն ունենք Ղազարոս Աղայանից, ճպուրնում էր ջունը։ Այս ճպուրը էլի ինքը չի պատրաստում իրեն մեր ջունի նման ապրելու համար, չի աշխատում։ Օրը գալիս է, մնում է օդի մեջ։ Ես ուզում եմ այս ավանդույթները, սրանք չէ Թումանյան, Ղազար, այս բոլորը որ նշվել է, սրանք պետք է վերացվի։ Կարծում եմ, որ Եվրոպայի համար խնդիր չի, բայց մեզ համար կոնկրետ հիմա Արտաշատի, Աշտարակի, ֆերմերի համար, գյուղացի խնդիր է, կառավարության համար խնդիր է այդ բոլորը։ Մեզ շատ քիչ ժամանակ է մնացել, ես ամփոփեմ, մենք շարունակենք, պարոն Շինյան։ Ուզում եմ ասել, որ նորմալ է ամեն ինչ գնում, բայց հետընթացը պայմանավորված է չունենալով, չունես։ Այսինքն ձևակերպումը ոչ թե Եվրոպան չի բացել դռները, Հայաստանը դեռ պատրաստ չէ, ամբողջովին պատրաստ չի գնալ Եվրոպա։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, այս պահին եթերաժամը փաստորեն ավարտվեց մեզ մոտ, մնաց 18 վայրկյան, ինչպես դուք տեսնում եք, ես կշարունակեմ։ Մենք հիմա հրաժեշտ ենք տալիս ABC TV մեր հեռուստադիտողներին, բայց պարոն Շինյան շարունակում ենք, քանի որ հարցը լրիվ չէինք հասցրել լսել ձեր պատասխանը։ Ես ձեզ ամենայն բարիք եմ մաղթում եւ հորդորում եմ շարունակել դիտել, ով որ ցանկանա մեր հաղորդումը մեր հարթակներում, այն ուղիղ է հեռարձակվում։ Պարոն Շինյան, հարցը հետևյալն էր, նա հեռուստադիտողը ուշադրություն դարձրեց ձեր այն ձևակերպմանը, որ Եվրոպան դեռ չի ասել այո Հայաստանին եւ դրա համար Փաշինյանը այս ձևակերպումն էլ ես հիշեցրեցի, սա երբ որ Ռուսաստանում հարցը դրեցին, ասեցին դու հանրաքվե պետք է անցկացնես, մնում ես ԵԱՏՄ-ում, թե գնում ես Եվրամիություն, Փաշինյանը ասեց չեմ կարող հանրաքվե անցկացնել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի, այս որ հարցը գոյություն չունի, պարոն Շինյան։ Այսինքն ասեմ հետևյալը։ Եվրամիություն դեպի գնալու, ինտեգրվելու հարցը գոյություն չունի։ Չէ, մերժելու ձև է, վարչապետը վարպետացել է քաղաքականության մեջ եւ ուղիղ չի ասում, բայց ավելի ուժեղ չէ, քան ասում է, չկա հարցը չունենք։ Չի ասում չեմ անցկացնում։ Եվ վերջացա։ Այսինքն անդամակցության դեռ չասեց չենք պաշտպանելու ձև է։ Օտար պետություն, այն էլ իրականում թշնամի պետություն, թշնամի ժողովուրդ, տեսեք մեզ այդ ոնց է վերաբերվում։ Նաև մեր ժողովրդի։ Ռուսաստանի մասին։ Իհարկե, կանգնել եւ ասում է հանրաքվե պետք է անես։ Գիտի, այստեղ ագենտուրան ինչ կանունի, այս երկուսին տեղավորել եւ այլն, այսինքն որոշակի հույս ունի։ Ընդ որում հաղթանակի հույս չունի, նրանց պետք է Հայաստանում քաոս, Հայաստանում պետք է ընդհարում Ռուսաստանին, ոչ թե այն մի հարց այդպես լուծվի, արտաքնապես այդ է ցույց տալիս, վարչապետն էլ վարպետորեն, ինչպես ասում են, գնդակը հետ է վերադարձնում ռուսական դաշտ, գոյություն չունի հարց, անել չեմ կարող, չի ասում չեմ անում։
Եթե չեմ անում լինի գալուզինները այստեղ իրենց այս պրոքսիներով փողոց կլցվեն եւ այլն, այսինքն մերժելու լավագույն ձև է։ Այսինքն այսպիսով մենք հերոստատիտողին եւս պատասխանում ենք, որ դուք ասում եք, սա չի նշանակում, որ Փաշինյանը ինչ-ինչ պատճառներից ելնելով դե հերոստատիտողը ասեց գուցե օլիգարխների Ռուսաստանի հետ աշխատելու պատճառով Փաշինյանը հետ է նահանջում կամ հապաղում կամ դանդաղեցնում քայլերը, դուք ասում եք Փաշինյանը չի հայտարարել, որ դանդաղեցնում է եւ հետ է կանգնել։ Կուրսը չի Կուրսը այդ ուղղությամբ եվրոինտեգրման կուրսից չի հրաժարվել Փաշինյանը։ Այնտեղ տատանումներ կան։ Եթե դուք բազմավեկտոր է, վեկտորներից մեկ առաջ կարող է գնալ, մեկը հետ կարող է գալ։ Կարևորը դա չի։ Կարևորը դուք մինչև վերջ ձեր ազգային պետական շահը պաշտպանեք։ Անվտանգությունը։ Եթե այստեղ տեսնենք խոտորումը, այ կմեղադրենք, բայց որ ասենք նա իրանական վեկտորը հետ բերես մի 10 օր, ռուսական առաջ տարավ եւ այլն, քաղաքական գործընթաց է։ Ճկուն գործունեություն։ Եվ վարպետացել են, տեսեք հրաշալի պատասխան, ասում է հարցը չկա, ինչ հանրակրվե։ Պարոն Շինյան, կարելի է այսպես էլ ձևակերպել, որպես ամփոփում մեր հաղորդման, որ Ռուսաստանի շահերից չի բխում ուժեղ Հայաստան, բայց արևմուտքի շահերից բխում է ուժեղ Հայաստան, բայց այս իրավիճակում փաստորեն այս պահին այս հարցի ձևով եմ սա տալիս ձեզ, ոչ թե սա ձևակերպում եմ, Հայաստանը, այո, Հայաստանի արևմուտքի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի, դուք ասում եք այդ հարցում մի առանձնացրեք, շահերը համընկնում են եւ Հայաստանը պետք է օգտագործի այս պահը ուժեղանալու համար, այլ ոչ թե որպես հենակ անընդհատ օգտագործելու համար, դուք փաստորեն դա եք փորձում բացատրել եւ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության կոնցեպցիան եմ այստեղ, ինչ էլա, բնդում, մենք պիտի տեղից ուժեղ լինենք, մենք պետք է երկրի ներքին արտադրողական ուժերը զարգացնենք, օգտվելով եւ այլն եւ այլն, այս բոլորը պարզ է, հիմա ես ձեզ մի փակագից բացեմ, հարցը հետեւյալն է, ամերիկացիներն ինչ են ուզում Հայաստանից, այդ ինչի չկային, հիմա կան, մի 5 տարի առաջ չկային, տեսեք ինչն է հարցը, ասեմ ձեզ, ամերիկացիների մոտ այն գիտակցությունն է եկել, դե արդեն այդ հումքի բանի Միջին Ասիա օգտագործել կենտրոնական Ասիայից, բարձ է Ադրբեջան եւ այլն, ամերիկյան քաղաքական վերնախավը, վերլուծական, այդ հայկականը չի կարող չհասկանալ, որ թուրքական աշխարհը պանթյուրքիզմի տեսքով այստեղ ամբողջականանում է, որովհետեւ այդ ամբողջականանումը ամբողջապես տեղի չունենա, այդ process-ը կառավարելի լինել հայկական միջանցքը, այդ ասենք, պիտի պահվի եւ պիտի դառնա տեխնոլոգիական հզոր մի բան։ Թրամփը ինչ է ասում։ Ասում է Անդրկովկասի կենտրոնական պետությունը, չի ասում Ադրբեջանի համար։ Բարձ է։ Հիմա այս ուղղակի իշխանությունը, քանի որ ինքը այսինքն քրիստոնյա Հայաստանը այս տարածքում այստեղ պիտի ունենա մի Հայաստան, պիտի որ Հայաստանը կա, պիտի ունենա մեկը ստրատեգիական դաշնակից կասենք ինչ, որը այդ խոտորումը կմտցնի եւ դա օբյեկտիվ է, պանթյուրքիզմի, ասենք միանալու ցկտումը բնական է իրենց համար, մեր համար այդ դրանից խուսափել, իսկ Ամերիկայի համար համաշխարհային քաղաքական քարտեզը աղետի ենթարկել է նշանակում, բարձ է, եւ ես վստահ եմ, որ Հայաստանը դառնալու է բանալի պետություն, հիմա սա հասկանում է նաեւ Ռուսաստանը, ինչպես անի թույլ չտա այդ բանալի պետության գոյությունը, առնվազն Արցախի նման չկա հայ, չկա պրոբլեմ, ինչ է պատահել, դուք Ռուսաստան ինչ եք, ես հայությանը հարցը ինչ եք հասկանում Ռուսաստան ասելով, ես չեմ հասկանում, ես իրենք չեմ հասկանում, ինչու, որտեղ մեր 90% ազգաբնակչություն չգիտի Ռուսաստանը քաղաքականապես ստրատեգիական իմաստով ինչ է եւ ինչ աղետ է մեր համար, ես կան, հիմա ասում ես, հիմա դա ես պարտավոր չեմ, որպես հայ մտավորական, իս ժողովրդին ասի այն ինչ որ պետք է, ինչու է բաբերել լցրել այստեղ, մենք ուրիշ առաջարկ ունենք, ես վստահ եմ ժամանակի մեր իշխանությունը կանի, կասի եղբայր, այդ շիշը շպրտի, արի մեր տեխնոլոգիաները գնելուց օգտվի,
Բայց նաև տեխնոլոգիան էլ չի ուզում մենակ Հայաստան չլինի։ Եվ այլ հիմա այն որ թուրքը օգտվի բան, ուրեմն սա արմունկն է, դրա համար մենք շատ պինդ ձևով Միացյալ Նահանգների հետ պետք է աշխատենք։ Ես մի ենթադրություն ունեմ, բայց սա հիպոթետիկ եմ ասում։ Գուցե պետք է մենք հրճակենք ուրեմն դրական չեզոքության քաղաքականություն։ Ես ուշադիր հետևում եմ Ուկրաինային, տեսնում եք նրա պոտենցիալը ուր, խնդիրներն ուր, մեր ուր, քանակ եւ այլն տեխնոլոգիական զարգացում։ Ոչ ԵՏՄ-ին բանը, ոչ ընդհանուր միություն են մտել, ոչ էլ ՆԱՏՕ են մտնում, երբեմն մտնելու։ Դրա համար ես առաջարկս հետևյալն է, աշխարհում մեկ հայեր, Հայաստանի պետական շահերի տեսակետից քննել դրական չեզոքության քաղաքականություն, այն որը բալանսի մեջ է, որը բազմավեկտոր է եւ այլն, Հայաստանը ծաղկելու է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Շինյան, շնորհակալություն սիրելի բարեկամներ, Քրիստոնյա ժողովրդական կուսակցության նախագահ քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանի հետ էինք զրուցում։ Զրուցում Արմեն Գայանի Արաքելյանը, բարին ընձեզ։